շարունակենք, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանու ավետարանի մեջ դերը գսե ես եմ կյանքը։ Եթե Քրիստոս է կյանքը եւ եթե Քրիստոս է կյանքի արարիչն ու դվիճը, այդ կնշանակե, որ Քրիստոս ունեցող մարդը կյանք ունի, Աստուծո շունչը ունի, Աստուծո ոգին ունի, Աստուծո կտությունը ունի։ Աստված իր որդին միջոցով կյանք շնորհեց մեղքով մեռած մարդկության, նոր կյանք, հավիտենական կյանք, հաղթող կյանք։ Ուր որ չկա Քրիստոս, հոն չկա կյանք եւ գենսունակություն, հոն չկա հաղթություն եւ անմահություն։ Առանց որդին ոչ ոք կյանք ունեցավ կամ պիտի ունենա։ Հովանես Արաքյալ գսե. Աստված հավիտենական կյանք տվավ մեզի եւ այդ կյանքին աղբյուրը որդին ինքն է։ Հետևաբար ով որ Աստուծո որդին իր մեջ ընդունած է, այդ կյանքը ունի։ Իսկ ով որ չունի որդին, հավիտենական կյանք չունի։ Քրիստոս ոչ միայն աղբյուրն է կյանքի, այլև կյանքն իսկ է։ Ինքն է կյանք տվողը եւ ինքն է դրված կյանքը։ Այս իմաստով ժառանգել հավիտենական կյանքը կնշանակի ժառանգել Քրիստոսի անձը եւ այդ անձին մեջ թաքնված ամբողջ սերն ու սրբությունը, ամբողջ պարքն ու գեղեցկությունը, ամբողջ զորությունն ու խաղաղությունը։ Հավիտենական կյանքը նույնիկն Աստուծո կյանքն է։ Ուստի հավիտենական կյանքը ժառանգել ուրիշ բան չէ, եթե ոչ Աստուծո կյանքին մասնակցելը։ Ան որ ունի Հիսուս կյանքը իր սրտի մեջ, իր սիրտը կդառնա պապախուն, զորությամբ լեցուն, հույսով երանտով զեղուն։ Սիրտը, որում մեջ Հիսուս կյանքը կբնակի, կվերածվի խնգապույր դաջարի, նոր Բեթլեհեմի, սիրո աղբյուրի սրբության սեղանի։ Սիրտը, որ իր դռները կբանա Հիսուսի, գենսակորձող ներկայության դիմաց կդառնա երկինքեն ավելի մաքուր, աստղի նման անհրբելի, ցյունեն ավելի սպիտակ, գրագեն ավելի չեռ։ Մեկը որ սիրտը կբանա Հիսուսի սիրտեն հոսող սիրուն դիմաց, այդ սիրով գաջի, կմեծնա, կփյուրեղանա, կգայդարանա, կթարմանա ու կզվարթանա։ Հիսուսի սիրտեն հոսող սիրուն դիմաց մարդուն սիրտը կվերածվի երկի ու երկարանի, կացրալից սգիհի պարապանության խորանի լուսաջաջանչ արեքագի։ Քրիստոս է կյանքը, որովհետև Քրիստոս հաղթեց մեղքին ու մահվան։ Քրիստոնեական հասկացողությամբ իսկական մահը մարմնավորը չէ, այլ հոգևոր մահը։ Մեղքի կյանքը ապրող ու սիրող մարդը հոգևորապես մեռած մարդ է։ Անարակ որդին հոգևորապես մեռած մներ այնքան ադեն երբ հերու կմնար իր հորմեն, բայց երբ իր հորը վերադարձավ հայրը ասավ, իմ այս զավակս մեռած էր ողջնցավ։ Հիշենք Ադամի օրինակը, Աստված անոր բادرվեց։ Բարդեզին բոլոր ծառերեն համարցակ կեր, բայց բարիի ու չարիքիության ծառեն մի ուդեր, որովհետև այն օրը որ անգե ուդես անշուշտ պիտի մեռնիս։ Հոս նաև խոսքը հոգևոր մահվան մասին է։ Պաստորեն այն օրը որ արկիլյալ ծառին բդուղեն գերան, մարմնամեջ չմեռան։ Ադամ բادرվանած գտնվել է, երբ Աստված զինք պնդրեց ու ասավ. «Ուր ես»։ Եվ անիկա պատասխանեց. «Բարդեզի մեջ կուծայինդ լսեցի ու վախցա, որովհետև մերկ էի ու բահվեցա»։ Այստեղ խոսքը հոգևոր մերկության մասին է։ Ադամ Աստուծո դեմ մեղանչել է, մերկացավ ու զրկվեցավ այն սիրալիր կյանքեն, որ ուներ ու գվայլեր Աստուծո հետ։ Մերկացավ Աստուծո պաշտպանարար եւ առաջնորդող ներկայությունեն։ Մերկացավ անմահության եւ սրբության պատմուջանեն։ Ադամ իր մեղանչումեն հետ սկսավ փախիլ ու խուսափիլ Աստուծո ներկայությունեն եւ ասիկա պասմներ, որան գործընծուցած էր իր հոգևոր գենսունակությունը։ Աստուծո ներկայությունեն խուսափիլը ապացույց մնա, որ մենք Քրիստոսով չենք ծածկած մեր մերգությունը եւ չենք հաշտված իր հետ։ Արագած գիրքի մեջ դերը գսե. «Զիս գտնողը կյանք կգտնե ու Տիրոջ մեջ շնորհ կստանա, բայց ինձի դեմ մեղանչողը իր հոգին անիրավություն կնե։ Բոլոր զիս ադողները մահը կսկրեն»։ Այս բառերը եւս ցույց կտան, որ մեղք գործելը մեր հոգիները անիրավել է եւ կյանքի փոխարեն մահը սիրել է։ Զիս գտնողը կյանք կգտնե։ Հետևաբար կդածեք Քրիստոս ձեր կյանքը։ Առանց Քրիստոսի մահ է ձեր բաժինը, առանց Քրիստոսի խավար է ձեր կյանքն ու հավիտենականությունը։ Ձեր եւ հավիտենականության միջև քայլ միան գա։ Այդ քայլը մարմնավոր մահն է։ Զգուշ եղեք, որ չլավ թե բարդատրվից եզի այդ քայլը առնելու եւ դուք հավիտենականության անցնիք առանց Քրիստոսի։
Գերեզմանեն անթին Քրիստոս է զատ ուրիշ բաշխման չունիք։ Գերեզմանեն անթին ըստ Քրիստոս ունենալու համար իբրև բաշխման ու ահաբան պետք է այսօր իսկ հանձնվի իրեն։ Հաջորդին պիտի անդրադառնանք ես եմ աշխարհի լույսը նյութի մասին, Փառք Հորը, Որդին և Սուրբ Հոգին, Հավիտյանը մինչև Հավիտյան, ամեն։ Հանուն Հոր և Որդու և Հոգուն Սրբո, ամեն։ Այսօր ծյունները շատ են, հա, դուրսը։ Ժամանակին առաջ Երանի անոնց, որ ալիները փոխած են, փոխեցին, որտեղ եթե ալիները չփոխենք, ճամփա չենք կրնայանում։ Նույնը այսօրվա պատկամն է, եթե մեր սիրտը չփոխենք, չենք կրնա Քրիստոսին հետևել։ Ուրեմն Ավետարանը գխոսի 5000-ի գերագնումի մասին, եւ մենք հաճախ կտեսնենք, որ մարդիկ Քրիստոսի ետևեն կերտան։ Մենք Քրիստոսի մասին շատ լսած ենք, բայց այդ օրերը նորություն էր Քրիստոս, այդ 3 տարի։ Եվ ամեն մարդ սպասում ուներ թե մեծ մարգարեի, բայց իրենց սրտի մեջ նաև մեկը գուզեին, որ իրենց ցավեն ազատ է։ Ադոր համար գսե, որ Հիսուս հաճախ կարազնանար, աշակերտներուն կարազնացներ, բայց մարդուց փնդրդուքը այդչափ շատ էր, որ ուր որ էր գերթային ետևեն։ Ինչու Քրիստոսի ետևեն գերթային։ Շատերը գուզեին խոսք լսել, բանը, որ իրենց կմխիթարեն, բանը, որ իրենց սիրտը կգնա փոխել։ Շատերը բժշկություն գուզեին գսե Ավետարանը, քյուղերեն եւ ագարակներեն, գերթային իր ետևեն։ Շատերն ալ հազապես կիրագոր գուզեին, որովհետև լսած էին, որ Հիսուս ինչ կնե, ծերի սենդվիչ կտա մարդուց։ Եվ ասալ պատճառ էր, որ հետևեն։ Բայց ինչ կսե Ավետարանը, կսե, որ Քրիստոս ամենին չէր հավատար, որտև իրենց սիրտերը գիտեր, այսինքն գիտեն ինչու հետևել եկած են։ Հիմա երբ որ մարդոցով շրջապատված լակ եւ շատ մարդ տեսնեց, գիտեք մարդիկ ինչու ցեզի կշրջապատեն։ Մարդը քեզի կսիրե, որտեղ դու լավն ես եւ ուզե քովդ կենալ։ Մարդը քեզի կսիրե, որտեղ քեզ մե ավելի բան ունի։ Մարդը քեզի կսիրե, որտեղ քեզ մե սորվելի բան ունի։ Այս մարդը քեզի կսիրե, որտեղ քեզի կսիրե։ Ոչ թե քեզ մե բան ունի առնելի քովը դլալու համար։ Ուրեմն Քրիստոսին փնտրելը իր անձը սիրելն ոչ թե իր մեր բանն առնելը։ Մենք միշտ ինչ սորված ենք, բամ գուզես Աստուծո աղոթել, չէ՞։ Հիմացյունն ալ եկավ գավան բաբային գնմանի։ Երթանք Հիսուսին աղոթենք։ Այո, ծնող երբ որ ենք, բաբային բամ գուզեն, չէ՞, նորմալ է ադիգա։ Բայց միշտ քան միայն քեզի ուզեն բամ ուզելու համար, ինչ կլա սիրտդ, կսես, որ ես ասոնց բաբան եմ կամ ATM մաշին եմ, միայն բամը գուզեն ինձ մեր։ Ասի շատ բան օրինակ է, բայց Աստծո սիրը անչափ շատ է, որ մեր պետքերը գիծած և չգիծած կգործի։ Որովհետև գսե իրեն ետևեն եկած էին այլ պատճառներով, Քրիստոսին մտի գնելու պատճառներով, բայց երբ որ իրիկուն դարձավ, Հիսուս ասավ, որ աշակերտները ասին, որ անոթին աս մարդիկը։ Հիսուս ասավ, դուք պիտի կերակրեք, ինչ պիտինեք, պիտի նստեցնեք, ասավ իրենց խումբերով և արավ 5 հացը և 2 ցուկը։ Աչքերը երկինք բարձրացուց, օրհնեց, կերակրեց և աշակերտներուն տվավ, որ բաժնեն ժողովրդին։ Ասի ինչի կնմանի, հացը առնել, երկինք նայել, օրհնել և բաժնել։ Ամեն գիրակի ինչ կնենք, պատարակ կնենք։ Հիսուս այս ձևով նաև գխոսի այդ գալիք խորհրդի մասին, որ պիտի հաստատեր իր աշակերտներուն հետ, որպեսզի իրերը հանգչին իր մարմինը և արյունը ուտելով։ Ադոր համար քահանան կառնե գսել, երբ որ արեք երեկեն արեք, աղոթքը գսել, առավ, օրհնեց, կդրեց և տվավ իր երերը նստած աշակերտներուն։
ուրեմն բոլորն ակերան եւ գշտացան, երկուսի աշակերտները ավելցած գդորներ հավաքելով 12 սագար լեցուցին եւ 5000 հոգի մարդկար չհաշված կիները եւ բզդիկները, այսինքն եթե ամեն մեկն ամուսնացած լար 10000 դիտելար, եթե մեկ զավակ ունենար, արդեն տիվերը հայտնի է։ Ուրեմն Քրիստոսին փնտրելու սրտի շիդակ կեցվածքը սիրելիներ, այդ իր մեջի կյանքը, այսինքն իրեն փնտրելն է, որովհետև ամեն տեսակ կյանք, որ կտեսնենք, Աստծո մեջ կա, և ինչ որ ժողովուրդն կփնտրեին, բժշկություն, անօթությունը հագեցնել, խոսք, ադի կյանքի նշաններն են, որտեղ մարդը այսօր շատ նյութական ունի, բայց անուս խոսքի գարոտ է, չէ, մխիթարանքի գարոտ է, ուրեմն նույնը մենք ենք, ադոր համար գսու Հովհաննես Ավետարանիչը Աստված հավիտենական կյանք տվավ մեզի եւ այդ կյանքի աղբյուրը որդին ինքն է, աղբյուրը ինքն է, հետևաբար ով որ Աստծո որդին իր մեջ ընդունած է, այդ կյանքը ունի, իսկ ով որ չունի որդին, հավիտենական կյանք չունի։ Եթե ես կսեմ, որ իմ գոյությանս, իմ մտքերուս, իմ ամեն ինչիս պատճառը եւ աղբյուրը թունես Քրիստոս, ասել է այն ատեն իմ Տերս է։ Եվ ասիկա մեկ անգամ չեն գսել եւ անցնենք մեր կյանքին, այլ միշտ Քրիստոսի մեր աչքի առաջ պիտի ունենանք։ Արդու արցնցար, շնորհակալ եմ Տեր Աստված արցնցուցիր։ Սուրճը պիտի խմես, պիտի ասես, որ միասին պիտի խմենք այս սուրճը։ Ճամփա պիտի ելնես, պիտի ասես, միասին պիտի ելնենք։ Այս ձևով է, որ մարդս հարադեպ կհետևի, չէ՞։ Մեր մտքի եւ սրտի ուշադրությունը դեպի Աստված հարադեպ է, որչափ իր ետևեն երթանք, այդչափ իրեն կնմանանք։ Եվ ովքեր որ իրեն չեն ետևիր, կսե Արագած գիրքը, զիս գտնողը կյանք կգտնե ու դիրոշմե շնորհք կստանա։ Այսինքն շնորհքը ինչ կլա, որ իրեն կփնտրենք, համբերությունը շատ կլա, սերը շատ կլա, մեր իգոն հբարդությունը քիչ կլա, որ ամեն ինչի դերը մենք չենք, այլ դերը ինքն է։ Բայց ինձի թե մեղանչողը իր հոգին ամիրավություն կնի, բոլոր զիսադողները մահը կսիրեն, որովհետև աղբյուրը կյանքի ինքն է, եթե իրեն չենք սիրել, մահ կսիրենք ուրեմն, որը միջին վիճակ չի գա, չեն կրնար մեջտեղը լալ, կամ է, օթոք շատ ադենը ղեգը չես կրնար երկու կոմ դարձնել, կամ աշմիտացնես կամ ծախ, սո նույնը Աստծո հետ է։ Ուրեմն Աստված տա, որ մենք ամեն օր փնտրենք, ամեն օր գիտակցենք, որ ինքն է կյանքը, ամեն օր իրեն խնդրենք, որ քո ներկայությամբ մեր կյանքը ավելի շնորհքով լեցվեր, որովհետև քո շնորհներով մենք հզոր ենք եւ կյանք ունենք եւ առանց քեզի մեր կյանքը մահին մեկ քայլերով է, որը համար խնդրենք Աստված, որ մեզի իր կյանքի մեջ պահի։ Աստված որտեղ բոլորդ միասին հայրմերս ենք։